Մենք այժմ ջրվեժի անտառպարկում ենք։ Օգոստոսի սկզբին Հայաստանի կառավարությունը որոշեց Երևան քաղաքին կից գտնվող այս անտառպարկից 23 հեկտար հողատարածք տրամադրել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին։ Սեպտեմբերին արագընթաց կերպով նախագիծն անցավ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննություն եւ ստացավ դրական եզրակացություն։ Ջրվեժ անտառպարկը ձևավորվել է Հայաստանի բնական անտառներից եւ արտերկրից ներմուծված 128 ծառաթփատեսակներից։ Այստեղ աճում են նաեւ Հայաստանի կարմիր գրքում գրանցված 21 բուսատեսակներ։ Սակայն էկոլոգիական գնահատման հայտում նշվում է, որ անտառածածկ տարածքում առկա են հիմնականում տարածքի համար օտարածին տեսակներ, որոնք չունեն բնապահպանական նշանակություն։ Ջրվեժի անտառպարկի ստեղծման նպատակն էր առողջացնել Երևան քաղաքի էկոլոգիական վիճակը, կազմակերպել մարդկանց հանգիստը բնական միջավայրում։ Սակայն վերջին տարիներին այգու տարածքը տրամադրվում է տարբեր բիզնես նախագծերի, որոնք խոստանում են խոշոր ներդրումներ։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հասարակական կազմակերպություն է, որի նախագահը 2011 թվականից Իշխան Զաքարյանն է։ Նա միաժամանակ ազգային ժողովի падգամավոր է։ Իշխան Զաքարյանը 2021 թվականին падգամավոր է ընտրվել ընդդիմադիր պատիվ ունեմ կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Այնուհետև դուրս է եկել խմբակցությունից եւ հանդես է գալիս որպես անկախ падգամավոր։ Մինչ այդ Իշխան Զաքարյանը Ծառուկյան խմբակցության падգամավոր էր։ 2007-ից 2017 թվականներին եղել է վերահսկիչ պալատի նախագահը։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն այս ծրագրի իրականացման համար խոստացել է ներդնել 21 միլիարդ դրամ։ Ներդրումային ծրագիրն իրականացվելու է տարբեր գործընկեր կազմակերպությունների եւ անհատների միջոցով։ Ես իհարկե այսօր անուններ չեմ հրապարակի, դրանք լինելու են շատ թափանցիկ։ Մենք ունենք հետևյալ մի քանի սկզբունքները։ Այս տարածքում մենք ունենալու ենք 30, 50 եւ 100 տնակներ։ Արդեն գիտենք 30 տնակի արժեքը ինչքան է, 50 տնակի արժեքը ինչքան է եւ 100 տնակի արժեքը ինչքան է։ Այսինքն այդ ասելով ես նկատի ունեմ, որ բալանին բացեն, մտնեն ու միանգամից ապրեն։ Որևէ բան այլևս այնտեղ պակաս չլինի։ Եվ դա կոչելու ենք մեր բարեգործների անունով։ Առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրված տարածքում կազմակերպությունը նպատակադրվել է ստեղծել մարզական ավան, ինչպես համահայկական խաղերի անցկացման, այնպես էլ խաղերից դուրս երիտասարդական տարբեր հավաքների, Հայաստան-Սփյուռք բազմաբովանդակ միջոցառումների, հանգստի եւ ժամանցի կազմակերպման համար։ Խաղերից զատ այն նաև ծառայելու է զբոսաշրջիկներին, սփյուռքահայ ուսանողներին, ինչպես նաև բաց է լինելու յուրաքանչյուր այցելուի համար։ Վիլիջը համայնքական խաղերից դուրս ծառայելու է առաջի հերթին Սփյուռքի բոլոր ուսանողների համար որպես կացարան։ Ինչքան մենք սփյուռքահայեր ունենք, որ գալիս են սովորելու, չէ՞։ Բոլորը կարող են գալ ստեղ ապրել, ստեղ մնալ, իրենց ուսումը շարունակել։ Կարծում եմ այդ հարցը դեռ քննարկվելի է, հələ դեռ կքննարկենք, կնայենք, եթե այնպես լինի, որ վիլիջը շատ լավ եկամուտներ ունենա, հատկապես туриզմի եւ որպես հանգստի գոտի ծառայելուց, շատ հավանական է, որ մենք անենք անվճար, հատկապես մեր սփյուռքահայ երիտասարդների համար։ Բայց դա հələ քննարկելու խնդիր է, կնայենք։ Բացի այդ մենք նախատեսում ենք, որ Սփյուռքի բոլոր միջոցառումները, հատկապես հավաքները, տեսեք, սկաուտական հավաքներ են անում, ամիսներով գալիս են, անտառներ են գնում, վրաններ են խփում, մնում են, ապրում են, երիտասարդները, հայ երիտասարդները, բարեգործականն իր սկաուտական հավաքն ունի, հոմետմենն իրեն ունի, մյուսը, կարող են ստեղ գալ հանգստանալ, լիքը տեղ կա, վրան էլ կարող են խփել, եթե ուզում են վրանների տակ մնան, մեր տնակներում կարող են ապրել, եթե ուզում են ապրել, այնպես որ հնարավորությունները շատ է։ Եվ վերջում ամենակարևորը ինքը պետք է հանգստի գոտի լինի նաև Երևան քաղաքի բնակիչների համար, որովհետև ինքը նախ Երևանին մոտ է։ Մեկ, երկրորդը շատ գեղեցիկ տեղ է, եթե մի քիչ եղանակը բարենպաստ է լինում, ամբողջ Երևանը, այնպես մեր տարածքից, որտեղ հիմա հարցազրույց ենք անում, ամբողջ տարածքը երևում է։ Ամբողջ տարածքը շատ գեղեցիկ եւ կարծում եմ այս առումով ինքը գայթակղիչ կլինի նաեւ տուրիստական բանի համար։ Բացի այդ 5-րդը, որ այն բարձական կառույցները, որ մենք պիտի
ստեղ ստեղծենք օլիմպիական չափանիշներով լողավազան, ֆուտզալի դահլիճ, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի կորտերներ, հեծանվահրապարակ, հրաձգարան, կարծում եմ շատ շատերին կհրապուրի նաև, որ գան եւ մարզվեն, որտեվ այս մեր տեղից մինչև Երևանի կենտրոն ճիշտ 10 կիլոմետր է։ 3 փուլերով կառուցվելիք նախագծի շրջանակներում ստեղծվելու են կոմունալ ենթակառուցվածքներ, կառուցվելու են ճանապարհներ, 600 տնակ, ճաշարան եւ բժշկական կենտրոն, սպորտային կառույցներ, մասնավորապես լողավազան, սպորտ դահլիճներ, թենիսի կորտեր, լեռնադահուկային ուղիներ, ճոպանուղի, ներդրվելու է նաեւ արհեստական ձյանհամակարգ։ Արդյունքում, մինչև 2038 թվականը ակնկալվում է ունենալ 6000 անձ ընդունելու հնարավորություններով, սպորտային կառույցներով եւ մարզագույքով հագեցված ժամանակակից մարզական ավան, որը կապահովի աշխատանքով 1240 անձի։ Այս թվերն արդեն խոսում են անտառպարկի խիստ անհրաժեշտության մասին, ինչը կարող է վտանգել անտառպարկի ողջ էկոհամակարգը։ Այս որոշումը կառավարության հակասում է մի շարք օրենքների, առաջինը որ դա անտառային ֆոնդի հողեր են եւ անտառային ֆոնդի հողերում չի թույլատրվում ընդհանրապես շինարարություն անել եւ փոխել նպատակային նշանակությունը, փաստորեն նպատակային նշանակությունը փոխվելու է, ինչ կանել իրանք ասում են, որ դա անհատույց օգտագործում է եւ ֆունդամենտ չի փորվելու եւ այլն, բոլոր դեպքերում այդտեղ կոմունիկացիաներ են անցկացվելու, ջրագիծ, գազ եւ այլն, իսկ դա ամբողջ էկոհամակարգի վրա ազդում է, այդտեղ աճում են կարմիր գրքային բույսեր, այդտեղ կան կարմիր գրքային կենդանիներ եւ ամբողջ այդ էկոհամակարգի վրա դա ազդելու է, տեղ ճանապարհներ են կառուցելու, տեղ մուտք ու ելք է լինելու, չգիտեմ ինչ միջոցառումներ են անելու, որը ամբողջ էկոհամակարգի վրա ազդելու է, ու դա շատ վատ նախադեպ կլինի մյուսների համար, եթե հիմա ինքը պաշտպանված է եղել եւ անձեռնմխելի է եղել, մի փոքր մաս տվել են ինչ-որ իվենտների, ինչ-որ միջոցառումների կազմակերպմանը, որը նույնպես անթույլատրելի էր, հիմա փաստորեն ոնց որ առաջ են գնում ու մենք վաղը միսօրը ընդհանրապես մենք այդ անտառը չենք ունենալու։ Ջրվեժ անտառպարկը շրջակա միջավայրի նախարարության արգելոցապարկային համալիր պոակի կառուցվածքում է։ Պոակի գիտության բաժնի նախկին պետ Անահիտ Հարությունյանը մեծ զրույցում մտահոգություն հայտնեց, որ այս եւ նմանատիպ բիզնես նախագծերը վտանգում են այգու նշանակությունն ու ապագան։ Նման տարածք տրամադրելը սպորտային ավանի համար նշանակում է, որ շուտով անտառպարկն այլևս գոյություն չի ունենա։ Համաձայն նախագծի, հատկացված 23.3 հեկտար տարածքի 50%-ն է կառուցապատվելու, մնացած մասը կանաչապատվելու է։ Տարածքի կառուցապատումն իրականացվելու է այնպիսի նյութերով եւ մոդուլներով, որոնք չեն վնասի շրջակա միջավայրը։ Բոլոր կառուցապատման լուծումները կլինեն այնպիսին, որ չխաթարվի տարածքի բացառիկ մոդելը եւ հարակից շրջակա միջավայրը։ Իշխան Զաքարյանը վստահեցնում է, որ կոմիտեն 20,000 ծառ է տնկելու եւ էլ ավելի է բարելավելու անտառպարկը։ Բայց այդ տրամաբանությամբ որ նայենք, այս ամբողջ տարածքները, sense որ դիտարկենք, սա կարող ենք դիտարկել էկոհամակարգ, ուրեմն ոչ մի բան պիտի չարվի։ Հիմա այս ներքևը տեսնում եք, ինչ գեղեցիկ մասնավոր մարդիկ, այ մեզանից ներքև, որտեղ մենք երրորդ փուլում պիտի մեր բուգել համակարգով ճոպանուղին կառուցենք, տեսնում եք ինչ գեղեցիկ այգիներ են պատրաստել։ Այդ նույն տրամաբանությամբ ասենք գիտեք ինչ, ստեղ կարող են այս խնդիրները լինել։ Ես կարծում եմ, եթե բնության հետ խնամքով վերաբերվեն ընդհանրապես եւ խնամքով վերաբերվեն ամեն մի ծառին թփին, այսօր օրինակ ես ինքս շատ սիրում եմ բնություն, ես գիտեմ մի ծառի արժեքը անգամ ինչա նշանակում մեր բնության մեջ ծառի արժեքը, հատկապես Երևան քաղաքը, որ չէի ասի, որ այդքան շատ մաքուր օդային համակարգ ունենք եւ այդ առումով երբ որ մենք քննարկում ենք մեր գոլեգաների հետ ծրագիրը, ես առաջարկեցի, որ անպայման այն տարածքը, որտեղ մենք նախատեսում ենք մեր վիլիջը կառուցել, պիտի նվազագույնը 20,000 ծառ տնկենք։ Ռազմավարական էկոլոգիական փորձաքննության մեջ չի ներառվել կարմիր գրքյան եւ հազվագյուտ տեսակների հստակ առկայությունը հայցվող տարածքում, չեն դիտարկվել դրանց շարժը, քանակը եւ վտանգը, որը ներկայացնելու է նախագիծը։
ծառը կտրելը շատ հեշտ է, բայց նորից տնկել, աճացնել եւ այդ բանի մակարդակի հասցնելը դա գրեթե անհնարին է մեր պայմաններում եւ որպես կանոն ոչ վերահսկողություն կա, ոչ դա արվում է, ու մենք փաստորեն կորցնում ենք այդ անտառը կտրելուց հետո արդեն մենք ոչ մի չենք կարող անենք, ինչ կանել, պայքարենք եւ այլն։ Դրա համար ես գտնում եմ, որ հիմա հենց մի քանի գործունեությունը չի ծավալվել, պետք է քաղաքասարակությունը տեղեկացված լինի եւ իր դիրքորոշումը հայտնի, նույնիսկ կարող են դիմել դատաաններ, որպեսզի վիճարկեն հենց այդ կառավարության որոշումը, որովհետեւ ես գտնում եմ, որ խախտումները որովհետեւ մենք տեղեկացված չենք եղել։ Ջրվեժ անտառպարկը հիմնադրվել է 1977 թվականին։ Տարածքը 424 հեկտար է, որի կեսից ավելին 260 հեկտարը անտառապատ է, ծածկված հիմնականում արհեստական տնկարկներով։ Շրջակա միջավայրի նախարարությունից խնդրել ենք տրամադրել ջրվեժ անտառպարկի այս պահին վավեր վարձակալության պայմանագրերը եւ կառուցապատման իրավունքով տրամադրված վարձակալների ցանկը։ Ըստ այդմ անտառպարկում այժմ 6 վարձակալ կա, որոնք միասին վարձակալել են շուրջ 9 հեկտար տարածք։ Միայն 1 վարձակալ այստեղ ունի կառուցապատման իրավունք։ Համահայկական խաղերի միջազգային կոմիտեին տրամադրված տարածքները համընկնում են անտառպարկի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների հետ։ Անտառպարկի որոշման համակարգի գործող, ինչպես նաև չգործող հանգույցները հենց այն ճանապարհին են, որը տրամադրվել է կոմիտեին, ինչը դիտավորյալ կամ անտեղյակության հետևանքով շղթում է անտառպարկի ղեկավարությունը։ Այս տարվա հունիսին նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից նշանակված արգելոցապարկային համալիր ՊՕԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Միրզոյանը մեծ հեռախոսազրույցում իր դրական վերաբերմունքը հայտնեց նախագծի վերաբերյալ, ասաց վտանգ չի տեսնում անտառպարկի համար, հակառակը, անտառպարկը կզարգանա։ Առաջինը ողջունում եմ նախագիծը, որովհետև նախ ինքը բիզնես ծրագիր մի քիչ սխալ կնից թվում ասել, դա ավելի ըստ ինձ ինքը սպորտը խթանելու ու սպորտի մեր հայրենակիցներին միավորելու ինչ որ միտում ունի, ըստ ինձ վատ չեն վերաբերվում անկեղծ ասեմ նախագծին, որպես տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար։ Շատ հին խորհուրդներ կան, շատ շուտվա ասեմ երևի մի 50-60 տարվա պատմություն ունեցող, որով հիմա ընդհանրապես անտառպարկը չի ջրվում։ Այս ամբողջ տարածքը պիտի լրիվ նոր համակարգ ստեղծվի, որտեվ սրանք ես չգիտեմ էլ 40 տարի, 50 տարի, 60 տարի, չեմ իմանում, ինչքան ժամանակ է։ Կեսը չի աշխատում, կեսը արդեն քայքայված է, կեսը բանի պիտանի չի։ Ամբողջ տարածքը պիտի այդ նոր համակարգը անցկացվի։ Դա նաև մեր նվերը կլինի ամբողջ անտառին։ Ես հիմա նայում եմ ցավոք սրտի, իհարկե այստեղից չի երևում, բայց այն մյուս կողմի վրա բավականին շատ չորացած ծառեր կան։ Եվ պատճառն ի՞նչն է, ջուր չկա, չի ջրվում։ Եթե ջուր չկա, չի ջրվում, ծառը ո՞նց պիտի աճի։ Ֆինանսների նախարարությունը որոշման նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշել է, որ սկզբունքային առարկություններ չունի, եթե դրա ընդունմամբ չի խաթարվի արգելոցապարկային համալիր ՊՕԱԿ-ի, ինչպես նաև ջրվեժ անտառպարկի բնականոն գործունեությունը։ Այսինքն արհեստական ուրճացված տարածքի վրա եկեք այդքան շատ չդնենք այդ էկոպարկ, բնապահպանական խնդիրներ եւ այլն, որտեվ ես ուղիղ ասում եմ արհեստական մեծացրած է։ Ինչ վերաբերում է անտառին, անտառի իր տեղում է, անտառին որևէ մեկը չի կպնում, որևէ ծառ չի վնասվում, որևէ բան չի խաթարվում, ընդհակառակը մենք այս անտառազուրկ էլի եմ օգտագործում, ինչ որտեղ մի քիչ ամայի տարածքը վաղը սարքելու են գեղեցիկ անտառ։ Բա 20,000 ծառ կատակ ենք անում, այդ 20,000 ծառ անտառին բնորոշ ծառեր որ դնենք, այդ նույն ձեր ասած միջատները, այդ նույն ձեր ասած կենսա բազմազանության հետ կապված այլ խնդիրները ավելի լավ պայմաններ են, չէ՞ իրանց համար ստեղծվելու։ Շրջակա միջավայրի նախարարությունը որոշման նախագծի վերաբերյալ նշել է, որ չնայած նրան, որ անտառպարկի ամբողջ տարածքում առկա չէ խիտ ծառացած, այնուամենայնիվ տարածքը էկոլոգիական իմաստով չի կարող որակվել որպես ամայի, ինչպես ներկայացվել է որոշման նախագծում։ Նախարարությունն առաջարկել է կառավարության որոշման նախագծի հիմնավորումից հեռացնել ամայի բառը եւ զերծ մնալ էկոհամակարգերի վերաբերյալ նմանատիպ որակավորումներից։
հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածքը ամայի չէ, այլ կիսանապատային գոտի է, որտեղ աճում են միջավայրին բնորոշ բույսեր, թփեր եւ բնակության միջավայրը մանր ու միջին կաթնասունների եւ միջատների համար։ Այս թեմայի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք կարդալ հետքի հոդվածում։